Շնորհակալություն, Ըստի հարգելի նախագահողներ, հարգելի պատգամավորներ, հարգելի քաղաքացիներ, ովքեր հետևում են մեր նիստին, նշեմ, որ 2024 թվականին նախ ընդհանուր թվերի մասին չեմ խոսի, քանի որ ֆինանսների նախարարը արդեն իսկ դրանց մասին մանրամասն նշեց եւ կրկնվելու անհրաժեշտություն կարծում եմ չկա, ըստ արդեն ուղղությունների ներկայացնեմ. Առաջինը էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ, այստեղ ճշտված բյուջեն 29 միլիարդ էր, փաստացի կատարողականը 27 միլիարդ է, տարբեր պատճառներով, թափուր հաստիկներ եւ այլ հանգամանքներով պայմանավորված ունենք խնայողություններ, իհարկե նաև այս ոլորտում բացի աշխատավարձերից եւ վերահսկողությունից, մոնիտորինգից, մեր ծրագրերի նկատմամբ իրականացնում ենք նաև ԱՀԿ-ում եւ օտարերկրապետություններում առևտրային ներկայացուցիչների պահպանման ծախսերը, տնտեսական հետազոտությունների եւ վերլուծությունների մեր կենտրոնի ֆինանսավորումը, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների վերապատրաստումը եւ իհարկե նախարարության տեխնիկական հագեցվածությունը, որը շատ մեծ գումար չէ, մոտավորապես 40 միլիոն դրամի կարգի։ Երկրորդը ստանդարտների մշակում եւ հավատարմագրման համակարգի զարգացումն է։ Այստեղ 1 միլիարդ էր հաստատված, ճշտված բյուջեն 779 միլիոն էր, փաստացի կատարողականը կազմել է 705 միլիոն դրամ, ինչ ենք իրականացրել այս գումարով ստանդարտների մշակման ծառայություններ, 34 ստանդարտ է մշակվել, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման համակարգին աջակցություն է իրականացվել, մասնավորապես հավատարմագրման ծառայությունների մատուցում, հավատարմագրման համակարգի բարեփոխում, անձնակազմի ուսուցում, ազգային մարմնի, կայքեջի եւ ռեեստրի սպասարկում, արդիականացում, թվայնացում, աշխատաժողովների մասնակցություն եւ այլն։ Հաջորդը որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման արդիականացումն է։ Այստեղ 750 միլիոն դրամ էր ճշտված բյուջեն, փաստացի ծախսել ենք 676 միլիոն դրամ, որը տրամադրվել է հետևյալ ուղղություններով՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կայանների սարքավորումների չափագիտական սպասարկման կարողությունների զարգացում, ստանդարտների ազգային ֆոնդի պահպանման գրադարանի, հոսանքի եւ լարման տրանսֆորմատորների ստուգաչափման կարողությունների ընդլայնում, չափագիտական աշխատանքների սպասարկման համար նոր մեքենասարքավորումների ձեռքբերում, կշռաստուգաչափման բեռնատար ավտոմեքենայի, կշռաստուգաչափման շարժական լաբորատորիայի նմուշային կշռաքարերի հավաքածուի, այլ չափագիտական աշխատանքներ իրականացնելու նպատակով շարժական լաբորատորիաների ձեռքբերում, այսինքն սա ամբողջությամբ կապիտալ ներդրումներ են եղել, մենք սարքեր, մեքենասարքավորումներ ձեռք բերել։ Հաջորդը գիտելիքահենք նորարարական տնտեսության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագիրն է, այստեղ 4 միջոցառում է, հաստատված բյուջեն 20.4 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն 19.9 միլիարդ դրամ, փաստացի կատարողական 19.3 միլիարդ դրամ, մասնավորապես բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակով տնտեսվարողներին աջակցություն եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակով նախարարության միջոցներով տնտեսվարողների սուբսիդավորում, հաստատված բյուջեն եղել է 1.6 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն եղել է 3.1 միլիարդ դրամ, որովհետեւ նախորդ տարվանից, այսպես ասած, պարտավորություն կար մնացած տնտեսվարողների նկատմամբ այդ պարտավորությունն ենք փակել, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակով տնտեսվարողների աջակցության միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվել 40 ընկերությունների, որոնք ներգրավել են բարձր որակավորում ունեցող մասնագետների թիվը կազմել է 526, նախորդ տարվա ընթացքում 29 ընկերությունների եւ 368 մասնագետի դիմաց, այսինքն ծրագիրը ընդլայնվել է։ Միջոցառման շրջանակներում ծախսերը կազմել են 1.2 միլիարդ դրամ, ապահովելով 100% կատարողական։ Երկրորդը 24 թվականին մեկնարկած բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակով նախարարության միջոցով տնտեսվարողների սուբսիդավորման միջոցառման շրջանակներում արդեն աջակցություն ենք տրամադրել 44 ընկերությունների, որոնց կողմից ներգրաված որակավորում ունեցող մասնագետների թիվը կազմել է 510։
Երկրորդը տնտեսության արդիականացման միջոցառումն է, այստեղ բյուջեն 16.3 միլիարդ էր հաստատված, ճշգրտված բյուջեն կազմել է 16.6 միլիարդ դրամ, փաստացի կատարողականը 16.1 միլիարդ դրամ, տնտեսության արդիականացման միջոցառման պետական աջակցության շրջանակներում արտադրական հնարավորությունների արդիականացման եւ նոր տեխնոլոգիաների ներմուծման խթանման նպատակով մատչելի պայմաններով վարկերի լիզինգի տրամադրման միջոցով կանխատեսված 1800-ի փոխարեն աջակցություն է ստացել 3431 տնտեսվարող, որից 2326-ը նախորդ տարիներից սուբսիդավորվող տնտեսվարող սուբյեկտներ են, սուբսիդավորվող վարկերի քանակը կազմել է 6796 եւ բերվել է 6524 միավոր սարքավորումներ եւ բաղկացուցիչներ եւ հաջորդ ծրագիրը, որը այսպես ասած հնդածս եղավ ցավոք սրտի, դա Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում սվաղների աջակցության տրամադրման միջոցառումն է, ինչու ցավոք սրտի, որտեղ աղետ բնական տեղի ունեցավ, բնականաբար, եւ դա որևէ կերպ չէր պլանավորվել եւ այստեղ մոտ 181 միլիոն դրամի օգնություն ենք ցուցաբերել, բայց այստեղ շարունակվում է, որովհետև հնարավորություն ենք տվել որոշ տնտեսվարողների իրենց փաստաթղթերը ճշգրտել եւ դրանից հետո նոր ներկայացնել, այսինքն եթե այդ տրամաբանությամբ կլինեն էլի երևի թե կամ եթե կլինեն 1 2 3 կարծեմ այդպիսի դեպք կա, նորից աջակցություն կլինի առանցին տնտեսվարողների Լոռու եւ Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակների մասին երևի թե այսքանը 155 շահառու ենք աջակցություն ցույց տվել եւ ներդրողների եւ ներդրումների եւ արտահանման խթանման ծրագիրը սա 6 միջոցառում է հաստատված բյուջեն 81 միլիարդ դրամ այստեղ իրականում ուրեմն ճշգրտ ընթացքում մենք մեր ծրագրերի մեջ ճշգրտումներ ենք մտցրել նաև իմ նախաձեռնությամբ եւ 1.6 միլիարդ դրամի ճշգրտված բյուջե ունենք փաստացի կատարողականը 1.5 միլիարդ դրամ արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն սա այն է որ մենք մեր աջակցում ենք մեր տնտեսվարողներին դրսի էքսպոներին իրենք մասնակցեն ծախսել ենք 557 միլիոն դրամ եւ արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության նախասած միջոցառումների շրջանակում կազմակերպվել եւ իրականացվել է արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի եւ հասարակական կարծիքի ձևավորման 3 միջոցառում ապահովել է մասնակցություն եւ կազմակերպվել է 10 գործարար համաժողովներ, ֆորումներ, ինչպես նաեւ համանման միջոցառումներ, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում եւ Հայաստանում իրականացվել է 14 ցուցահանդես, սրանց մեծ մասը օտարերկրյա պետություններում են իրականացվել եւ պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի խթանմանը, իրականացմանը եւ հետներդրումային սպասարկմանը հաստատված բյուջեն այստեղ 300 միլիոն դրամ է կազմել հայերեն ներդրումային ծրագրերի խթանման, իրականացման եւ հետներդրումային սպասարկման պետական աջակցության միջոցառման շրջանակներում ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի կողմից նախատեսված բոլոր գործառույթները եւ արդյունքային ցուցանիշները ողջ ծավալով ապահովել են, մասնավորապես իրականացվել է 40 ներդրումային ծրագրերի եւ նախաձեռնությունների ուղեկցում հայում գործող 50 օտարերկրյա ներդրողների հետ ներդրումային շարունակական սպասարկում, ներդրողների գործարարների համար նախատեսված ՀՀ գործարար եւ ներդրումային դաշտը ներկայացնող, ինչպես նաեւ ոլորտային 3 ուղեցույցների եւ շնորհանդեսների պատրաստման աշխատանքներ Թողարկման եւ վարկանշավորման պետական աջակցության ծրագրով 300 միլիոն էր նախատեսված, ճշտված բյուջեն 126 միլիոն, փաստացի կատարողականը 100 միլիոն, միջոցառման շրջանակներում աջակցություն է տրամադրվել դրամային պարտատոմսերի թողարկման եւ ցուցակման միջոցով կապիտալի շուկա դուրս եկած երկու ընկերություններին, ես նշեմ, որ այստեղ լավ արագացում ունենք եւ առաջիկա 4, այսինքն անախորդ 4 ամսում այդ երկուսը արդեն դարել է 4 եւ մեկ այս ամսվա մեջ եւս մեկը կլինի, այսինքն արդեն փաստացի հունիսի վերջի դրությամբ կունենանք 5 ընկերություն, նախորդ ամբողջ 1 տարվա ընթացքում ընդամենը 2 ընկերություն է, դե հասկանալի է, սա շատ դանդաղ process է եւ այդպես էլ կա, այս ծրագրի նպատակը նաեւ որպեսզի ընկերությունները պարտատոմս ցուցակվեն, պարտատոմսեր թողարկեն, իրենք թափանցիկության որոշակի նորմայի հասնեն, այսինքն ավանդական այդ վարկեր ձեռք բերելու եւ ֆինանսավորումը վարկերով լուծելու տրամաբանությունից դուրս գանք
Expo 2025 Օսակա Կանսայ Ճապոնիա համաշխարհային ցուցահանդես այստեղ հաստատված ուրեմն բյուջեն կազմել է 1.6 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն եւ փաստացի կատարողականը 180 միլիոն դրամ։ Ես սա նշեմ, որ ինչ է տեղի ունեցել, այսպես ասած սկզբում նախատեսված էր, որ Հայաստանը պետք է A տաղավարով մասնակցի, որի համար պետք է ծախսվեր մինչև 2 միլիարդ դրամ գումար, հետագա քննարկումներում իմ կառավարության գործընկերների մենք տեղափոխեցինք C տաղավար, որը ըստ էության մոտավորապես մի 5-6 անգամ ծախսերը իհարկե այդ պատճառով կրճատվեցին, դա է պատճառը, որտեղ փաստացի խնայողություն ունենք դեղերի եւ գրանցման փորձաքննության ծախսերի սուբսիդավորում այդպիսի ծրագիր ունենք բյուջեն եւ փաստացի կատարողականը 15.4 միլիոն դրամ ենթակառուցվածքների ներդրումների դիմաց ծրագրի շրջանակներում առաջին ընկերությանը տվեցինք առաջին փոխհատուցումը 300 միլիոն դրամի չափով այս ծրագիրը այս տարի արդեն մի քանի ընկերություններ կմտնեն ինչու է սա այսպես բարդ այսինքն ինչ պետք է տեղ ունենա պետք է մարդիկ հայտարարեն որ իրանք ներդրումներ են անում հետո անեն այդ ներդրումները հետո մենք գնանք աուդիտի ընդհարկենք այդ ներդրումները, հետո նոր վճարենք, այսինքն ինքը կարող է ներդրումները տևեն տարիներ, մենք հիմա ունենք մի շարք ընկերություններ, որոնք որ այդ ներդրումների ակտիվ փուլում են եւ մի մասին այս տարի ենք փոխհատուցելու, մյուս մասին հաջորդ տարի ընկերություն կա 27, 28 եւ այլ թվականներին է պլանավորում, այսինքն այս ծրագրի առանձնահատկությունն էլ դա է Զբոսաշրջության զարգացման ծրագիր 4 միջոցառում հաստատված բյուջեն 13.2 միլիարդ, ճշտված բյուջեն 8 միլիարդ դրամ, փաստացի կատարողականը 7.5 Զբոսաշրջության զարգացման ոլորտում պետական քաղաքականության իրականացում, այստեղ հասկանալի է փոքր գումար է 160 միլիոն դրամ դա աշխատավարձեր պահպանում եւ այլն աջակցություն զբոսաշրջության զարգացման միջոցառմանը 1.5 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն 1.45 միլիարդ դրամ փաստացի կատարողականը մոտավորապես այդքան սա զբոսաշրջության զարգացման աջակցության միջոցառման շրջանակներում նախատեսված աշխատանքներն են եւ 4 արդյունքային չափորոշիչների գծով արձանագրվել են ըստ էության գերակատարումներ պայմանավորված տնտեսված գումարների հաշվին նախատեսվածից ավել միջոցառումների ապահովմամբ եւս մեկ ցուցանիշի գծով արձանագրվել է գերակատարում Հայաստանում փառատոների կազմակերպման համար արդյունքային ցուցանիշով 7-ներ, բայց մենք կարողացել ենք 12 փառատոնի աջակցություն ցուցաբերել պայմանավորված նրանով որ կազմակերպությունների ընտրության մրցույթի պահանջներին բավարարել եւ հաղթող են ճանաչվել 12 կազմակերպություններ, որոնց հետ կնքվել են պայմանագրեր եւ մեկ ցուցանիշի գծով արձանագրվել է թերակատարում նախատեսած 5-ի փոխարեն աջակցություն է տրամադրվել մեկ տեղեկատվական կենտրոնի գործունեությանը պայմանավորված նրանով որ կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն, այսինքն մենք նախատեսել ենք 5 DMO ունենանք, բայց այն պայմանները, որոնք որ մենք դրել էինք, մեկ ընկերություն է կարողացել մեկ տեղի համար ապահովել, մյուս դեպքում ուղղակի այդ գումարները, քանի որ որակը չի ապահովել, մենք վերադարձրել ենք պետական բյուջե։ Իհարկե շատ մեծ աշխատանք ենք իրականացրել գովազդատեղեկատվական հոդվածների պատվիրման միջազգային գործընկերների հետ համագործակցության թիրախային երկրներում գովազդային արշավների ռոդշոուների կազմակերպման, ճանաչողական այցերի կազմակերպման, email մարքեթինգ, էլեկտրոնային մարքեթինգ, MICE եւ այլ մարքեթինգային միջոցառումներ իրականացում, համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրը բյուջեն 198 միլիոն դրամ էր, փաստացի կատարողականը 160 եւ այնտեղ մեկ ծրագիր էլ ունենք համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող, սա արդեն կապիտալ ծախսերն են 6.3 միլիարդի, որից ճշտվել է բյուջեն 6.1, փաստացի կատարողականը 5.7։ Ես ուզում եմ ներկայացնեմ, թե ինչ են կարել միայն անցած տարի այս ծրագրով։ Ավարտվել է Գյումրի քաղաքում մի շարք փողոցների վերականգնման եւ վերանորոգման աշխատանքները։ Այդ բաները, այդ տոմետներով, որ արվում է, դրանք բոլորը էկոնոմիկայի նախարարության ծրագրերով իրականացվող, այսինքն զբոսաշրջային բաղադրիչով կտորներն են։ Սուրբ ամենափրկիչ եկեղեցու Հարակից այգու եւ Հարող Աբովյան փողոցի աջ եւ ձախ հատվածների վերանորոգումը, Մարմաշեն վանական համալիրի տանող ճանապարհի հիմնանորոգման եւ տարածքի բարեկարգումը, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնումը, այդ տները, որ տեսնում ենք գեղեցիկ սարքած միանման, էլի այդ ծրագրով արված Մեղրի փոքր թաղի զբոսաշրջային
տարածքային ենթակառուցվածքների վերականգնումը, Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցից դեպի ըմպելասրահ տանող ջեմուղու վերանորոգումը, բարեկարգման տաղավարների եւ տեղեկատվական կենտրոնի կառուցումը, Եղնիկի արձան մոտեցող ճանապարհի եւ դիտահրապարակի կառուցման եւ Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգումը, Արենի գյուղի փողոցների բարեկարգումը, Ծաղկունքի կենտրոնական հատվածի բարեկարգումը, մի շարք ենթակառուցվածքների կառուցումը, Դիլիջան քաղաքում զբոսաշրջային Ավանի արտաքին ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները 24 թվականի ընթացքում են գտնվել Ջերմուկի ջրվեժի մոտեցման ճանապարհի եւ ջմուղիների վերականգնման, Կամրջակի ավտոկայանատեղի, Մայթերի, Մաշտոցի փողոցի բարեկանգնման, Զորաց քարերի հուշարձանի մերձակա տարածքի բարեկարգման աշխատանքները, բացի այդ կատարվել են նաեւ հետազոտական խորհրդատվական աշխատանքներ, այսինքն մենք եւս կապիտալ շինարարություն ենք իրականացնում, բայց զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար միայն, այսինքն դեպի զբոսաշրջային վայրեր կամ զբոսաշրջային վայրերի հարակից տարածքներում ենթակառուցվածքների ստեղծման մասով։ Թերևս այսքանը